սպասելու ժամանակ չունեք, որպես այդպեսին ինչ անել։ Ուրեմն հաշվի առնելով վերջի ամսի 29-ին, ապրիլի 29-ին բազմահազարանոց միտինգի ժամանակ մենք դուրս ենք եկել հանրության առաջ խոստումներ տալով, որ այս գործողությունն, այս հարցերի շուրջ մենք պահանջատեր ենք ներկա իշխանությունը պատասխանատու։ Այդ ընթացքում բոլորը տեղյակ եք, մի ամիս ուրեմն այդ վրանը տեղադրված է եղել, այդ մի ամսվա ընթացքում կառավարության կողմից եղել է արձագանքներ, որ պատրաստ են քննարկելու բոլոր այդ հարցերը, բոլոր այդ պահանջների շուրջ։ Սկզբնական շրջանում, ոնց որ հիշում եք, կառավարության կողմից եղել է sense մի հատ մոտեցում, որ մի ամսով ավելացնում եք, բայց վրանը հանեք։ Հետո մենք շարունակելով պայքարը առաջարկել են 2 ամսով։ Առևտրի բան են սարքել, մենք ասել ենք ոչ։ Սոցիալական աջակցությունը պիտի լինի անժամկետ, հաշվի առնելով, որ մենք լավ տիրապետում ենք արցախայության իրավիճակը ստեղ մայր Հայաստանում, որ դա ոչ բավարար է պետության կողմից բոլոր են միջոցները, բոլոր են հարցի լուծման մոտեցումները, իրաց կողմից ուրեմն եղել է սենց ձևաչափ։ Մենք ձեզ խոսք ենք տալիս, որ բոլոր այդ հարցերին պատրաստ ենք քննարկելու ու բարեփոխելու այն կարևոր կետերը, որ ժողովրդի արցախայության համար հասանելի լինի, որ ժողովուրդը կարողանան այդ կարգավիճակում, այդ ծանր ժամանակ օգտվելով Հայաստանում ինտեգրվեն հայ ժողովրդի հետ։ Ժողովուրդը, շարունակեմ միտքը բան կա, ժողովուրդը ուրեմն հարգելի ժողովուրդ, հարգելի արցախայություն, ձեզ բոլորին խաբել են, որովհետև 2 ամսվա մեջ մենք ասել ենք, որ այդ ժամկետը բավարար չի, բայց իրենց համար մենք եկել ենք այն եզրակացության, որ կրկնապատիկ էլի խաբել են, որ այդ շարժումը լուծարեն, որ այդ շարժումը թույլատնեն, ու այդ հիման վրա էլ տված է եղել այդ խոստումները։ Ընթացքում այդ խմբերը, որ հանդիպել են կառավարության իշխանության ներկայացուցիչների հետ, բոլոր են կարևոր կետերը, որ սկզբնական շրջանում խոսք են տվել, նորից եմ կրկնում այս խոսքը, խոսք են տվել, որ անդրադառնալու են ու բարելավելու են, այդ կետերի փոփոխությունները մտցնելու են, սկզբնական շրջանում հենց իրանք էլ դրանից ասել են, որ այդ հարցերը չի քննարկում, որովհետև մենք կարանք խոսքի այն փոքրաթիվ այն ինչ որ փոփոխություններ մտցնելու այդ հարցերի շուրջ։ Ես առաջինը որպես խորհրդի անդամ դեմ եմ եղել, որովհետև մեր խոստումները եղել է այս ձևաչափով, որ մենք եթե 15-20 օրվա մեջ տեսնում ենք, որ կառավարությունը չի գնում իր խոստված խոստումների հիման վրա այդ փոփոխությունների, մենք դադարեցնում ենք այդ բանը կառավարության հետ բանակցությունը ու շարունակում ենք պայքարը։ Ամեն 10 օր, որ պիտի իրազեկենք, չեն իրազեկել, որովհետև իրազեկելու բան չկար, դրա համար չեն իրազեկել։ 10 օրը դարել է 20 օր, 20 օրը դարել է մի ամիս, ամս ու կես, ժողովուրդը եկել է այդ իրաց խոստում, իրանց 2 ամսվա որոշում կայացրած սոցիալական աջակցության այդ բանը աջակցությունը արդեն ստացել են ու նույն իրավիճակում են հայտնվել այդ մարդիկ, որ նորից էլի վաղը հայտնվելու են էլի փողոցներում ու էլի այդ արտագաղթի, որ ասում է վտանգը էլի բանարացա ժողովրդի։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ արցախցիները նորից այստեղ հոց բազմություն հավաքվի, վրաններ տեղադրեն, այսինքն խոչընդոտ որևէ կա, որ նորից սկսեք, եթե այդ ճնշման տարբերակն է անցնում կառավարության մոտ, նորից այդ մեթոդով ճնշեք։ Ոչ մի բան էլ չի խանգարում, բացի անձերի, ես արդեն այսօր շեշտելով եմ ամեն ինչ, բացի այն անձերից, որոնք իմ համոզմունքով համագործակցում են իշխանության ներկայացուցիչների հետ։ Ու մասին է խոսքը անուններ։ Տարբեր։ Արցախցիների մասին։ Արցախցիների մեջից էլ կան այդ մարդիկ։ Դե խորհրդի անդամներից հա, թե եթե այս իրավիճակը հայտնվել եք,
այս իրավիճակում նույն ձևի հայտնվել եք, ուրեմն դա այդ մարդկանց բաց թողումներն է, այդ մարդկանց հավատքն է կամ ինչն է, որ հավատացել են իշխանությանը, կառավարությանը, որ գնացել են այդ քայլերին։ Չէ, մի րոպե, դուք համագործակցել բառը ասացիք, այսինքն բարեխիղճ մոլորության մեջ են թե օգտագործում են, որովհետև եթե արդյունքներ չկա, հաշվի առնում, որ համագործակցել եք, իշխանության, կառավարության օրակարգով եք շարժում, որ Ես չգիտեմ, թող ամեն մարդը ժամանակի ընթացքում կպարզվի, բայց ես չէ ձևավորված, ինչու եթե որևէ Գիտեք, երեք ես երեք խորհրդի բոլոր անդամները տեղյակ չէին լինելու, թե ինչ կուլիսային միգուցե խոսակցություններ եղել, այդ դեպքում խորհրդի ձևավորումը ինչ նպատակ եւ ինչ նշանակություններ ունենա։ Բերեք ես անձամբ խոսքի չմանրանամ խորհրդի կոնկրետ որ ասում է այդ բանը։ Ես իմ հայտարարությունով արդեն ներկայացրել եմ խորհրդից, որ դուրս եմ գալիս, ու ես այդ պատճառներն ներկայացրել եմ, ինչի համար եմ դուրս գալիս։ Ես այդ համարձակությունը ունեցել եմ, բոլոր մնացած մարդիկ էլ թող այդ համարձակությունն էլ ունենան, դուրս գան կամ էլ ասեն ինչա կատարվում։ Ես նորից եմ ասում, իմ գնահատականս ամենակարևորը, որ ժողովուրդը պիտի տա։ Եթե ժողովուրդը այս իրավիճակում, նույն իրավիճակում է հայտնվել, այ ինձ համար հարցը դրա մեջ է։ Մի րոպե մեզ լսողներին, որպեսզի ավելի պարզ լինի, պարոն Իսրայելյան։ Վրանները տեղադրվեցին, պահանջները հայտարարվեցին, կառավարությունը ճիշտ է որ փափուկ բարձ դրեց, այսինքն ձեր գլխի տակ, ասեց հանեք վրանները, այս հարցը կլուծեմ, հանվեց վրանները, ոչ մի հարց չլուծեց, բայց ձեր վիճակը մնաց նույնը։ Կոսմետիկ ինչ որ լուծումներ տվել են, էդի որ էլի հարցի լուծումը չի, բայց սոցիալական աջակցությունը, որ սկզբնական շրջանում ասել ենք, որ պիտի լինի դա անժամկետ, մինչև ամեն մի արցախցի չբավարարվի կամ բնակարանային այդ բաների այդ օգնության կողմնակից։ Այսինքն ասում են ոչ բոլորը պիտի այդ օգնությունից օգտվեն, նրանք, որոնք միլիոններ ունեն, ինչ պիտի օգտվեն։ Այդ որ ասում եք ինչ հարցերի շուրջ, նայ, դες ինչ process է գնում։ Վերցրել են փախստականների ցեղասպանությունից փրկված ժողովրդի մեջ մցրել տարանջատման process։ Վերցրել ժողովրդին բաժանում են, ասում են, այս մարդիկ խոսքի խոցանելի, խոցելի խումբեր են, դրանց բեր բան անենք, խոսքի ուշադրություն ենք դարձնում, փոփոխություններ եք մտցնում, այս մի խմբին էս ենք անում, մյուս խմբին, ինչ խմբի մասին է խոսքը գնում։ Ցեղասպանությունից փրկված 150,000 մարդ է ձեր մեղքով, ձեր սխալներով, ձեր բացթողումներով հասել այդ իրավիճակին։ Դուք կապ չունի ինչքան ունե, որ են այդ մարդիկ ջիպերով են եկել, ինչ են եկել, պիտի բոլորին նույն օգնություն։ Պիտի հավասար բավարարեն բոլոր այդ հարցի լուծումները, որ մարդիկ հայտնվել են այդ իրավիճակում։ Իսրայելյան իշխանություններն ասում են, մենք կարճաժամկետ ծրագրերի խթանում չենք անում, որ մարդիկ երկարաժամկետ ծրագրերից օգտվեն։ Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, ասել է, շատ քաղաքացիներ Արցախի հանրապետության օգտվելով այսպես այս կարճաժամկետ ծրագրերից, այս վարձավճարների եւ այլն չեն դիմում երկարաժամկետ ծրագրերի բնակապահովման եւ այլն։ Այս տեսակետի հետ համաձայն եք։ Ոչ, նորից եմ ասում, ինչ հասկացողություն է կարճ ժամկետ, երկարաժամկետ։ Եթե ես մի հատ օրինակ բերեմ, այդ մարդը ներկայացնում է տեղ գյուղից այն կողմը Ադրբեջանի տարածք է ճանաչում, չէ՞։ Ոսկեպարի մեկ էլ Կիրանցու սահմանազատման, սահմանագծման ընթացքում ահագին տներ, ահագին բնակիչների սեփականությունը իրաց ձեռը գծել են անցել է Ադրբեջանի տարածք, էլի ճանաչելով իրաց կողմից, որ դա Ադրբեջանի տարածք են ճանաչում։ Այդ մարդկանց վերցնում ես փոխհատուցում անում, ամբողջ գույքը, ամբողջ ինչով այդ մարդիկ խոսքի փոխանցել ես դեղ, բայց Արցախայության կարգավիճակում, իրավիճակում, որ այդ մարդիկ ստիպված են եղել դուրս գալ դեղուց, սպառնալիքների տակ, ցեղասպանության վտանգի տակ, եկած տեղ դու այդ մարդկանց տարանջատում ես մյուսներից, բոլորս հայ ենք, բոլորս տուժված ենք, չէ՞։ Մի մասում, մի կարգավիճակում տուժվածի կարգավիճակը ուրիշ է, ուրիշ ձևաչափով է, փոխհատուցում են ամբողջ գույքի, ամբողջ իրաց տան գույք, ստեղ եկած այս մեր Արցախահայության տեղահանված, նորից եմ ասում, իրանց մեղքով, իրանց սխալ որոշումներով, իրավ հանցագործ, դավաճան, թող ամեն մեկի իր դիրքորոշումը ով ինչ գործ ուղղության վրա ինքը իրան դրսևորել է, այդ պատասխանատվությունը ժամանակի ընթացքում կգա։ Բայց այս կարգավիճակում արցախցիներին
40,000 չէ, շատ է, բերեք 30 տանք։ Չէ, բայց 30-ն էլ է մի քիչ բան, բերեք 20։ Իսկ չի կանում, ձեր եք առնում այս ժողովրդին։ Հոգեբանական այս ժողովուրդը հարազատներ կորցրած, այս ժողովուրդը, որ ասում է ամեն իր սրբությունը, իր տունը, տեղը, հայրենիքը պատմական հազարամյա տարիներով ունեցած, որ ասում է հայկական Արցախը կորցրած, դուք եկած տեղ այս մարդկանց բանի տակ գաք ստեղ ողորմենք, ասեք, մեծ բան արեք։ Դուք պատասխանատու եք, ձեր մեղքով է եղել այսքանը սաղ։ Ինչի եք մարդկանց հասցնում, ինչ եք ուզում այս մարդկանցից։ Ինչի եք հասցնում, որ այդ մարդկանց մեջ ամեն անգամ, տարուկես 2 տարվա ընթացքում դուք իրոք մտածում եք, որ հարցի լուծումներ չեն ճարել, չէ, ոչ, արտագաղթի որոշումներ է սա Ժողովրդին ստիպում են, ժողովրդին ամեն իրավիճակում բան են անում, որ ժողովուրդը թողնեն գնան Մայր Հայաստանից։ Մենք էլ չենք ուզում, մենք ուզում ենք ստե ապրենք։ Մենք սա մեր հայրենիքն է, Արցախն էլ եղել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե Ադրբեջանի, որովհետև քո բառերով ես ասել, Արցախը Հայաստանն է ու վերջ։ Հիմա այսօր եկել ասում ես Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջությունն է։ Բա որ տեղյակ չես եղել, կամ էլ չես տիրապետել այդ քանի որ ումը ինչ է։ Ինչ ղեկավարի մասին է խոսում։ Դու ժողովրդին բերել ես աղետի հասցրել, ժողովրդին բերել ես ցեղասպանության բերանին կայնեցրել, մարդկանց գերիներին մասին խոսելու, անհետ կորածների հետ կախված։ Ինչ հարց եք լուծել, ինչ ուղղության վրա եք, ինչ հարց է լուծվում։ Իսրայելյան հարց լուծողներն էլ Արցախի հանրապետությունում նաև այսօր թիրախավորվում են, իմանցակ երևի, որ Սամվել Կարապետյանն է կալանավորվել այս առնչությամբ, որպես նաև Արցախի հանրապետության քաղաքացի, ինչ դիրքորոշում ունենք։ Ես անդրադառնալով խոսքի Սամվել Կարապետյանի շուրջ այդ իրադարձությունները Ես գիտեմ, թե նայեք, Սամվել Կարապետյանը, ոնց որ Ռուբեն Վարդանյանը եկել է Արցախում Արցախահայության կողքը կաղնելով, ահագին ժամանակ մարդիկ քննադատում էին, չէ՞։ Նույնն էլ Սամվել Կարապետյանը այս ծանր իրավիճակը գնահատելով, որ մենք գնում ենք կործանման, գալով Հայաստան, հայ ժողովրդի կողքին կաղնելով, իր դիրքորոշումն է բան արել, որ ես եկեղեցու կողքին եմ։ Ազգային սկզբունքները որ ասում եմ մարդկային սկզբունքների հիման վրա արտահայտությունները ամեն օր առավոտի ցիրուկում մենք բոլորս էլ դա ներկայացնում ենք մենք եկեղեցու կողքին ենք մենք հայ ժողովրդի հետ միասին ենք մենք հայ ապրելու հայ մնալու իրավունքների համար ենք պայքարում հիմա այստեղ հարցը գիտեք ինչի մեջ է որ այդ միջազգային այդ համաշխարհային ճանաչված մարդիկ համարձակություն են վերադասում են խոսքի հայ լինելը, քան իրաց ունեցվածքը, գալիս են այդ ձևի արտահայտություններով, այդ ձևի ձևաչափով հայ ժողովրդի կողքին կայնում, իմանալով վտանգները, իմանալով բոլոր ռիսկերը, չէ՞։ Հիմա ես ուզում եմ ասեմ, խե մեր հանրության մեջ մենակ Ռուբեն Վարդանյանն է եկել Սամվել Կարապետյանն է, բայց մնացածը խի են լռում, բայց մնացածը խի չեն արձագանքում Խիչ են գալիս, էլի հասարակ ժողովուրդն է գնում այդ մարդկանց աջակցելու, էլի հասարակ ժողովուրդը։ Երկրորդը, Սամվել Կարապետյանը Արցախահայության մեջ, Արցախահայության համար, Արցախահայության մեջ մեծ, որ ասում եմ, հարգանքի տեղ ունի, որովհետև Սամվել Կարապետյանը այն առաջին մարդկանցից մեկն է, որ միշտ Արցախահայության կողքին է եղել ու ոչ բառերով։ Սամվել Կարապետյանը ահագին օգնություններ է արել Արցախահայությանը, մինչև օրս էլ Տաշիրում բնակվող Արցախահայությունը տեղահանված ամեն մեկին առանձին իրենց կողմից թե օգնություններն է, թե բնակարանների հարցերը, թե ամեն ինչով է։ Ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, մենք ինչ հայի տեսակ ենք ուզում տեսնել մեր հանրության մեջ։ Մենք ինչ ենք ուզում ողջունենք։ Հիմա Փաշինյանը ճակերտի մեջ է վերցնում Սամվել Կարապետյանի բարեգործ բարերար լինելու արտահայտությունը, ինչ կասեք այս մասին, այսինքն կասկածի տակ է դնում։ Գիտեք, եթե անդրադառնում ենք ներկա իշխանության կամ ղեկավարի մասին խոսքը, ներկա ղեկավարը ամեն ինչն է կասկածանքի տակ դնում։ Մեր հայ լինելուց սկսած, մեր հավատքից սկսած, մեր պատմական հազարամյա տարիներ պատմություն ունեցող ազգից ցեղասպանությունն է կասկածանքի տակ դնում, ամեն ինչն է կասկածանքի տակ դնում։ Ու ես ասում եմ, բոլորիդ վաճառելու են։ Մեզ սարքել են առևտրի առարկա։ Եթե երկրի ղեկավար անձը ներկայացուցիչը ասում է խաղաղություն պայմանագիր կնքելուց հետո մենք բոլորս հնարավորություն ունենք առևտուր հաջորդ օրը սկսենք։ Այդ իրան ասելու ներկայացնելու, բայց Ադրբեջանի ղեկավարը այդ առևտուրը
մեր հողերի մասին է գնում, մեր ամեն մեկիս մասին է գնում, որ ձեզ առնելու ենք մենք, դուք վաճառելու առարկա եք։ Այս կողմից էլ ասում են լավ եք ապրելու կամ ավելի շատ փող կաշխատեք ո՞ս մեկ է մույսը։ Այդ տարբերությունը դրա մեջ է։ Առևտրի առարկա են սարքել։ Հիմա ամեն մի մարդ, որ փորձում է համարձակ խոսելու, ամեն մի մարդ, որ խոսում է, ամենը իր տեղը խոսելու։ Մենք հայ լինելուց խի պիտի վախենք կամ քաշվենք։ Մենք իրավունքներից խի պիտի քաշվենք կամ մտավախություն դրա մեջ բանանենք։ Ամոթա մեզ բոլորին, սփյուռքունել եմ կոչանում, բոլորին եմ կոչանում։ Ինչ համախմբվածությունից եք խոսում կամ եթե մենակ արձագանքներով կամ մենակ բաներով եք բավարարվում։ Ինչ որ մի արարողություն լինում է, բավարարվում եք արձագանքներով կամ ինչ որ արտահայտություններով։ Արցախում գտնվելու 9 ամսի բլոկադայի ժամանակ ժողովուրդը դեղ եկել է սովամահի է արդեն ասում, մենակ արձագանքով, մենակ որ ասում արտահայտություններով եք բավարարվել։ Այ խնդիրը դրա մեջ է։ Իրանք էլ առիթավորված այ բոլոր իրաց ծրագրերը նորից ասեմ ծրագրեր են իրականացնում։ Ոստեղ այսօրվա Արցախայության կողմից բոլոր այդ որ ասում եմ բողոքներն կամ ներկայացրած բանն ամեն ձևի ձգտում են թե ճնշելով, թե տարբեր մարդկանց նույնպես Արցախայության մեջ գտնվող սրիկաներով Արցախայության մեջ ատելություն առաջացնեն իրար նկատմամբ։ Սրիկաների հետ կապված մի բան հարցնեմ, համացանցում տարածվեց ադրբեջանցու կողմից մի տեսանյութ, որտեղ արցախցիներից մեկը, որը բենզալցակայանների տեր էր, տների տեր էր, իր խոսքով Զավիշյանյա էր թողել ադրբեջանցիներին, ասելով որ վայելեք, ես ունեմ, են էլ ձեզ լնի, են էլ արդեն քոննա եւ այլն։ Շատ են այս արցախցիները, որ այսպես կտակ են թողնում ադրբեջանցիներին իրենց ունեցվածքը։ Ասեմ ձեզ, ոչ բոլորը Արցախահայությունը, Արցախցին ինքը օրինակելի հայի տեսակ է եղել, որպես պայքարող, որպես այդ ավանդույթների առաջնային ազգային գաղափարախոսությունն է, մարդկային հիմունքները պահպանող Բաբկենին ճանաչում եք դուք, Բաբկեն։ Անձամբ ես տես մարդկանց չեմ ճանաչում ու գիտեք ես ինձ համար էլ որպես արցախցի լինելով կամաչեմ էլ արձագանքեմ այդ մարդու նմանատիպ մարդու հետ, բայց ես ուրիշ բան ասեմ, Արցախայության մեծամասնությունը ով ինչ ուզում է ասի, թասիբով հայրենասեր նվիրված բան են, հայի տեսակ են ու մեր բոլոր այս գործողության process-ների մեջ այդ մարդկանց այս իրավիճակում հայտնվելը դա իրաց մեղքով չի եղել, ժողովրդին խաբել են, մեր դեղ գտնվելու ապրելու ժամանակ նույն գործողությունը դեղ է եղել, որ ուզում էինք դուրս գանք բողոքել կամ ինչ որ ասում պետք չի, Ադրբեջանը հարձակվելու է, եթե ուզում ենք ինչ որ մի բան բողոքեինք, որ ճշմարտությունը ասում պետք չի, Նիկոլ Փաշինյանը փող չի ուղարկելու Արցախ, այո, հենց այդ փողի զոհն ենք դարել, եթե արդեն եկել է մի հատ իրավիճակում հասել, որ զոհաբերում են երեխուն դրա գին ունի 10 միլիոն, տունը թուրքը բարանում դրա գին ունի, հասկանալ չի, որ հայրենիքդ վաճառված է, այն բանին, որ մենք ամբողջ կյանքում, որ ասում եմ մարդկային, ազգային բաների, որ ասում եմ միշտ մենք խոնարհվում էինք, որ դա անգին էր, արժեքներին, ինչն է, ծնողը տա, հայրենիքը տա, հավատքը տա, որ դա արդեն սարքել են փողի առարկա, առևտրի առարկա, ժողովուրդ բոլորի տերոմը եկել է դեր գործանման բանը։ Բոլորին էլ զգուշացնում եմ, նորից եմ ասում, չմտածեք, որ այսօրվա իրավիճակում ամեն մարդ ինքնանպատակ դնելով ինքը ժողովրդի անունից խոսելով կամ ժողովրդի խոսքումներ տալով ինքնանպատակների են հասնում, վաղը առաջի առևտրի առարկան դուք եք լինելու։ Ձեզ են ծախելու։ Պարոն Իսրայելյան, հետագա քայլերը հաշվի առնելով այն մասնավոր ծրագրերը, որ դուք նշեցիք, դա նույնիսկ միջ վրան խփելը կային, հա, այդ խոցելի խմբերի համար աջակցությունը։ Հիմա փաստորեն ստացվում է արցախցիների մեծամասնությունը զրկվելու է սոցիալական աջակցությունից, որը հետևանք է լինելու նրան, որ մեր հայրենակիցները հայտնվելու են փողոցում եւ ինչպես նաեւ դուք նշեցիք ձեր խոսքում հնարավոր է արտագաղթ լինի։ Հիմա ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի այդ process-ը կանգնացվի։ Նայեք, այսօրվա ակցիան այս ձևաչափով որ ներկայացրել եք, առաջի հերթին սոցիալական աջակցության հարցը, խնդիրը վերանայի կառավարությունը իր որոշումները, անժամկետ սոցիալական աջակցությունով ապահովի Արցախահայությանը, մինչև բոլոր այդ հարցերի պատասխանները, բոլոր խոսքի ժողովուրդը չբավարարվեն այն հարցերի շուրջ, խոսքի բնակարանային հարցերի հետ կախված մնացած հարցերի շուրջ, որ բողոքի առիթ չլինի, բավարարեք, մեղք են ժողովուրդը, դուք եք մեղավոր,
տեր կաղնեք այս ժողովրդին, չեք կարող տեր կաղնեք, ինչ մասնագետների մասին եք խոսում, ինչ բայց ղեկավար մարդիկ եք, եթե տարօկեսվա 2 տարվա մեջ դուք մասնագիտական խնդիրներ ունեք, որ չեք կարող լուծումների ճիշտ ձևաչափով ներկայացնեք, որ հանրության համար հասանելի լինի։ Բայց մենք հույսները սուն վրա պիտի դնենք, կամ ինչ պիտի անենք։ Դուրս եկեք այս սաղեց հարցերը թողած աթոռի պահելու կռիվ եք տանում, աթոռի ինչ որ ասում է մեր էմոյուս կողմերն էլ աթոռ զբաղեցնելու կռիվ եք տանում։ Պատկերացնում եք ժողովրդին սեղ զոհաբերում են ինքնանպատակների հասնելու համար։ Ես այսքան մտքեր ինչի համար եմ ասում, ժողովրդին եմ կոչ անում, մի հավատացեք, բոլորը ձեզ խաբում են, արցախայության խաբում են, այս կարգավիճակում Հայաստանաբնակ մայր Հայաստանում գտնվող ժողովրդին էլ խաբում են ուրիշ ոլորտում, ուրիշ մոլորելու հարցեր, ասած ծրագրեր է իրականացվում մեզ շեղելու կարևոր խնդիրներից, կարևոր որ ասում հարցերի շուրջ կարգված։ Շնորհակալություն։ Տրիբունայեմի հարգելի հետևորդներ, կառավարության շենքի դիմաց այս պահին արցախցիներն են բողոքի ցույց անում եւ